որևէ զինված խմբավորում ձևավորելու հետ կապված, ֆիզիկական բռնության պլանավորման հետ կապված, այս մասով ինչ ունեք ասելու։ Շնորհակալություն։ Նախ մանիպուլյացիա բառը բացարձակ տեղին չէ, որովհետև ամբողջական տեքստերը ձեր տրամադրության տակ է, չգիտեմ կարդացել եք թե չէ միջնորդագիրը, բայց ոչ մի բան կոնտեքստից կտրված չի։ Առաջի տպավորությամբ կարող է նույնիսկ թվա թե չափազանց երկար խոսակցություններ են մեջբերված, բայց մեջբերվածը հենց այս տեսակ երկխոսությունները կանխելու համար, որ չթվա թե մենք կտրել ենք կոնտեքստից եւ պարոն Սարգսյանը այլ բան էի նկատի ունեցել, մենք այլ բան ենք նկատի ունեցել։ 2025 թվականի մայիսի 2-ի ժամը կեսգիշերն անց 9 րոպեին զրույցը եթե նորից կարդաք, կտեսնեք քաոսի մասին ինչ ձևակերպումներ կան եւ ինչ երկխոսություն է գնում Վազգեն Գալստանյանի եւ Արթուր Սարգսյանի միջեւ։ Եթե դուք ամբողջ միջնորդագրում մեջբերված երկխոսությունները նայեք, կտեսնեք, որ Արթուր Սարգսյանը անընդհատ քննադատում է Վազգեն Գալստանյանին այն իմաստով, որ այն ինչ որ դու ասում ես բավարար չի, թույլ է, նորից փորձենք, այս բերենք, այն անենք, այսինքն ամեն նոր քննարկում միտված է կատարելագործելու եւ հաջողությամբ պսակելու այն գործընթացը, որը որ Վազգեն Գալստանյանը պլանավորում է։ Ոչ թե Արթուր Սարգսյանը, այստեղ դուք եք մանիպուլյացիա անում, ոչ թե Արթուր Սարգսյանն ասում է, որ չի լինելու։ Արթուր Սարգսյանը քննադատում է ասելով ցույց տալով է թույլ կետերը եւ առաջարկելով հետո ինչա պետք անել։ Նույն աստղիկների հետ կապված ես հասկանում եմ, որ դա շատ է ձեզ անհանգստացնում, աստղիկների մասով մենք առանձին այս պահին գործողություններ ենք իրականացնում, որի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ իհարկե կներկայացվեն եւ աստղիկները սարքող անձանց հետ կապված եւ այդ սարքելու հետ կապված կապ ունեցող անձանց մասով եւ թե ինչ որակի պետքա լինեին այդ աստղիկները, որը շատ անհանգստացնում էր Արթուր Սարգսյանին, որովհետեւ նույն ինքը Արթուր Սարգսյանը, եթե ուշադրություն դարձրեցիք, առաջարկում է, որ փորձարկեն եւ աստղիկները վստահ լինի, որ աշխատում են։ Եվ հետո նույն Արթուր Սարգսյանը ինքն է ասում, թե ոնց անեն, որ այդ որից որ այդ աստղիկները պիտի թափեն փողոցի երթևեկելի մասին, չֆիքսվի։ Ինչ դնեն, որ ձեռքը չերևա այն անձի, որը որ թափում է այդ աստղիկները։ Այս բոլոր գործողությունները վկայում են նրա մասին, որ ոչ թե Արթուր Սարգսյանը առաջարկել է ասել է եկեք չանենք, այլ ընդհակառակը իր բոլոր գործողություններով, պլանավորումներով, մտքերով, առաջարկություններով ինքը կատարելագործել է այն ծրագիրը, որը որ ներկայացնում է Բագրատ Գալստանյանը։ Ենթադրվում է, որ Գալստանյանը չի կարող այնքան փորձառություն ունենալ, ինչքան քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը տարիներ շարունակ, եւ բնականաբար տպավորություն էլ է ստեղծում, որ ինքը անընդհատ կարծես քննադատում է։ Իսկ աստղիկների հետ կապված լրացուցիչ գործողություններ են կատարվում այս պահին, որոնց չխանգարելու համար ոչ մի բան այս ամբիոնից չեմ հնչեցնելու, կան անձինք, որոնք որոշակի կասկածյալների շրջանակի մեջ են եւ ապագայում այդ անձանց վերաբերյալ տվյալները եւս հասանելի կլինեն։ Արձագանք։ Ես ճիշտ հասկացա, չէ, որ որևէ աստղիկ չի հայտնաբերվել։ Սա ֆիքս ենք այս փուլում հիմա։ Դեռևս, այո։ Դեռևս չի հրապարակվել, պարոն Քոչարյան։ Տեսեք, մանիպուլացնել ասելով, ինչի մասն է խոսքը, ոչ միայն միջնորդության, այլ ընդհանուր նաև այն ֆոնը, որը ստեղծվել է սկզբից, այն վիդեոները YouTube-ում, որ դրվել է իմիջիայլոց հետո Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հենց համեմատություններն ա դրել այդ ներկայացված հանրությանը հրամցված տեքստերի ու ձեր միջնորդության տարբերությունները։ Այս ամբողջության մեջ է խոսքը գնում մանիպուլացնելու ավելի մեր ժողովրդի զգայականների վրա ասենց ավելի բան աշխատելու։ Խոսքը սրա մասին է գնում։ Աստղիկների մասով ասցիք ու նաև չասցիք այդ զինված խմբավորում ձևավորելու հետ կապված։ Որևէ տեղ կա, որտեղ խոսք է գնում զինված խմբավորումներ ձևավորելու հետ կապված։ Գիտեք, ընդհանուր ես հասկանում եմ, որ այս ամեն ինչի հետ կապված կարող են հարցեր առաջանալ ընդհանուր կոնտեքստում եւ միգուցե օբյեկտիվորեն, բայց այս գործողությունները բերել, տանել ու դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է։ Շատ լավ։ Խոզարկությունների արդյունքում ուղղակի ժամանակը ինձ չի ների, որ ես թվարկեմ, բայց եզրափակչում հաթաթ կկարդամ, թե որտեղից ինչ տեսակի օրինական կամ ապօրինի զենք ու զինամթերք է դուրս բերվել եւ զինված խմբի արկայության մասին դուք իրավաբանեք գիտեք։ Եթե խումբը գործում է մեկ միասնական դիտավորությամբ եւ խումբը գիտի, որ խմբի անդամներից թեկուզ մեկը ունի զենք, զենքը վերագրելի է ամբողջ խմբին։ Մեզ դա սովորացնում են համալսարանում 3-րդ կուրսում։ Եվ այստեղ էլ մենք ունենք իրավիճակ, երբ մարդիկ կայուն կապերի
կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։ Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջի կետով եւ 314 պրիմ 3 հոդվածի 2-րդ մասով բոլոր հոդվածներն իրենց բացվածքներով ներկայացված են միջնորդագրում եւ ձեր ձեռքի տակ են։ Այն բանի համար, որ նա 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը 2010-15 թվականների ընթացքում զավթել առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Սևան ազգային պարկ պոակի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իր ենթակա Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին եւ այլ անձանց Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների եւ դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել եւ ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։ Նշված տարածքի եւ այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-16 թվականներին պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ։ Խոսքը Պահպանության ծառայության մասին է, որն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։ Սեյրան Օհանյանի զբաղեցրած պաշտոնով եւ դիրքով պայմանավորված համապատասխան թիմ մարմինը, ինչպես նաեւ Սևան ազգային պարկ պոակի ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումները արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության կապշինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանը, գործելով վերադասի Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների եւ դրանց ծառայողների ներգրավմամբ 2010-15 թվականների ընթացքում կազմակերպել եւ ապահովել է ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում 124 միլիոն 892 հազար 985 դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը։ Արդյունքում Սեյրան Օհանյանի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտները էականորեն գերազանցող չափով։ Նշված առանձնատան լողավազանի եւ շոկաբանիքի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ Սեյրան Օհանյանի հանձնարարությունը կատարելու նպատակով Աշոտ Գրիգորյանը ի պաշտոնը տեղեկացված լինելով, որ իր արմիջական ենթակա կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Լևոնի Բարսեղյանի ընտանիքին պատկանող շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղ